Что касается Թրամփի ծրագիրը Ռուսաստանը ստացել է ոչ պաշտոնական խողովակներով եւ պատրաստ է քննարկել կոնկրետ ձևակերպումները։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով ստացված տեքստը վերջնական չէ եւ պարունակում է կետեր, որոնք լրացուցիչ աշխատանքի կարիք ունեն։ Այնուամենայնիվ Ռուսաստանն արդեն իսկ առաջ է քաշում հստակ նախապայմաններ, կարմիր գծեր։ Սերգեյ Լավրովը հատուկ նշել է Անկորիջում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին։ Իրենք ակնկալում են, որ ԱՄՆ-ն կներկայացնի ծրագրի այն տարբերակը, որը համարում է Եվրոպայի եւ ուկրաինացիների հետ համաձայնեցման գործընթացի միջանկյալ փուլ։ Անդրադառնալով Եվրոպային, արտգործնախարարը հայտարարել է, որ Եվրոպան ամբողջովին տապալվել է դեռևս 2014 թվականին։ Հենց Եվրոպան է Զելենսկուն համոզել հրաժարվել Ստամբուլում 2022 թվականի ապրիլին կնքված համաձայնագրից։ Ուստի եթե նա այսօր ասում է առանց մեզ ոչ մի համաձայնություն չի կարող լինել, նրանց համար եղել է այդ հնարավորությունը, բայց այն չեն օգտագործել, շեշտել է Լավրովը։ у нас он есть, но по неофициальным каналам.